բազմակի անգամ ավելի դժվար է լինել հայոց լեզվի ուսուցիչ Հայաստանից հեռու։ Մեծ պատասխանատվություն է նաև 21-րդ դարի աշակերտին պատանուն համոզել, կարդալ հայերենով, կարդալ հայոց պատմություն, բառապաշարը բավականին բարդ է, բայց աշակերտները սպատվով են կատարում դա մեծ Clark Magnet High School-ը իրականում շատ մեծ հեղինակություն ունի ամբողջ Միացյալ Նահանգներում, արժանացել է բազմիցս կառավարական բարձրագույն մրցանակների, այդ թվում National Blue Ribbon, հա, այդ school այդ մրցանակին, եւ շատ ուրախալի է, որ այս դպրոցում նման առանձնահատուկ վերաբերմունք կա հայերի նկատմամբ, հայոց լեզվի եւ մշակույթի, ազգային մշակույթի, հեքիաթների, առակների, էպոսի, վիպերքերի մեջ այնքան բանալիներ կան, որոնք երեխային, եթե բացես, 10 բանալին ձեռքը օգնես, պիտի անպայման օգնես։ Դուռը բացել, իրենք հասկանում են, որ ինչպիսին հայ լինես, որ լինես հպարտ, բայց հարգես նաև քո խորհուրդը։ Եվ այս տարի մենք հրաշք ծաղկազարդի միջոցառմանը ներկայացնելու ենք նորից մեր գորգը կա, բայց գորգին զուգահեռ նաև կարպետ, որովհետև երկու տեխնիկա է միահյուսված մեկ գորգի մեջ, գորգագործություն, կարպետագործություն, եւ մի խումբ իմ այս տարի մարաշ սովորող, մարաշի ասեղնագործություն սովորող աշակերտները ներկայացնելու են մարաշ։ Հուսանք կկարողանանք նաև հնարավորություն տալ այցելուներին, ովքեր կմոտենան մեր տաղավարին, իրենց հանգույցը ավելացնել, հանգույց անեն եւ նաև մարաշ փորձեն, փոքրիկ խաչեր, ամեն մեկն էլ կարող է արագ ասեղնագործել, որ ուղակի վարակենք բոլորին։ Պետք է վարակենք, վարասացիք, այո, վարակենք բոլորին ազգայինով։ Ողջույն, Nurture Lab-ի եթերում այսօր հյուրընկալել ենք Clark Magnet High School-ի հայոց լեզվի եւ մշակույթի ուսուցչուհի Նինա Մինասյանին։ Ողջույն Նինա։ Ողջույն։ Շնորհակալություն մեր ոդքասթի առաջին հյուրը լինելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Դուք ուսուցչի եք բարի հենց այդ բարի դասական իմաստով, որովհետև բացի հայոց լեզվի մշակույթի եւ պատմության մասին այդ համապարփակ գիտելիքները փոխանցելուց, դուք նաեւ ակտիվացնում եք մեր ամերիկահայ պատանիների մոտ ազգային ինքնագիտակցությունը։ Դուք լրելիան, այսպես մենակով ձեր աշխատանոցում կերտում եք հայի նոր սերունդներին, նրանց մեջ նաեւ սնուցելով ազգայինի ու հայկականի նկատմամբ պատասխանատվություն եւ սեր եւ ձեր աշխատանքը խոնարհում է արժանի։ Շնորհակալ եմ։ Նինա, ուրեմն այսպես կարելի է ասել, որ դուք Հայաստանից հեռու ստեղծել եք մի փոքրիկ Հայաստան, ինչպես Նանեն ասաց, որտեղ օտար ափերում Հայաստանից դուրս մեծացող երեխաներին տալիս եք այդ ազգայինը կապը հայրենիքի նկատմամբ։ Եվ բազմակի անգամ ավելի դժվար է լինել հայոց լեզվի ուսուցիչ Հայաստանից հեռու, քանի որ խնդիրը ոչ միայն կրթության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է, հա, այլև նաև հայկականի մշակույթի, ազգայինի, հայրենիքի։ Ձեր համար ինչ է 21-րդ դարում Միացյալ Նահանգներում լինել հայոց լեզվի ուսուցիչ։ 21-րդ դարում հայրենիքից հեռու պետական դպրոցում, չմոռանանք, որ Clark-ը պետական դպրոց է, որտեղ հայերենը 5 տարի առաջ մտել է որպես կամընտրական առարկա եւ օտար լեզու։ Ես ունեցել եմ նաեւ ոչ հայ աշակերտներ, որոնք ընտրել են հայերեն, սովորել են մեծագույն սիրով, բայց միևնույն է, դա հսկայական պատասխանատվություն է ուսուցչի ուսերին, որովհետև ոչ միայն լեզուն է սովորեցնում, գրել, կարդալ, քերականություն, ճիշտ մտքերն արտահայտել, այլև սովորեցնում ես մշակույթ, որովհետև լեզուն սովորեցնում ենք մշակույթի, պատմության, գրականության միջոցով։ Անգամ երբ տառեր ենք սովորում, երբ սովորում ենք ինչպես տառերը գրել, որովհետև Clark-ում կա 1-2-ից մինչև 9-10 մակարդակ եւ 1-2-ում սովորում ենք տառեր։ Անգամ այդ ժամանակ ամեն տառի հետ սովորեցնում եմ որևէ հայկական բառ, անուն, տեղանուն, պատմական Հայաստանից, Հայաստանի Հանրապետությունից, այսինքն ամեն տառը փորձում ենք կապել Հայաստանի հայկականի հետ։ Մեծ պատասխանատվություն է նաև 21-րդ դարի աշակերտին պատանուն համոզել, կարդալ հայերենով, կարդալ հայոց պատմություն, բառապաշարը բավականին բարդ է, բայց աշակերտները սպատվով են
կատարում դա, մեծ սիրով են կատարում եւ անգամ օտար աշակերտներ, որ ունեցել եմ, իրենք էլ են ոգևորվել ու սիրով կատարել առաջադրանքները եւ իրենք էլ են ոգևորվել հայոց մշակույթով։ Դրա կարևոր կողմն այն է, որ եւ օտարը եւ հայ երեխան սկսում են հարգել մշակույթ։ Իսկ եթե երեխան հարգանք ունի մշակույթի նկատմամբ, կապ չունի դա որ ազգին է պատկանում։ Դա նշանակում է, որ ինքը լավ մարդ է մեծանում։ Օտար ափերում իմ մեծ նպատակն այն է, որ նրանք լավ հայ լինեն եւ լավ մարդ լինեն։ Նրանք անկախտելի են, այսինքն սովորեցնում ենք մեր պատմության, Սասնա Ծռեր էպոսի, տարբեր վեպերի, պատմվածքների միջոցով լինել լավ մարդ, լինել լավ հայ, հարգել սեփական պատմությունը, մշակույթը, հարգել նաև իրենց կողքին գտնվող օտարազգի աշակերտների մշակույթը։ Եթե երեխան իրենը հարգում է, դու նաև սովորեցնում ես, որ դու պետք է հարգես նաև քո դասընկերոջ մշակույթը, որը հայ չէ։ Եվ այստեղ գալիս է այն նրբությունը, որ դու պետք է այնպես աշխատես, որ երեխան ինքը զգա, որ դու ոչ թե իրեն քարոզ ես կարդում իր գլխին, այլ դաստիարակում ես, այլ բարեկիրթ ես իրեն դարձնում ես ավելի հայ, ավելի մարդ, ամենամարդ, ամենահայ։ 5 տարի է քլարկում եմ աշխատում, մեծ սիրով եմ դա անում, ամեն առավոտյան երբ հասնում եմ արդեն դպրոց, գիտեմ, որ մի նոր ու հետաքրքիր օր է ինձ սպասվում իմ աշակերտների հետ։ Սկսել ենք մոտ 45 աշակերտով, հիմա ունեմ ամեն տարի գրեթե 240 աշակերտ։ Անցնում ենք ամեն ինչ, այսինքն տարերից մինչև ոսկեդար, Մովսես Խորենացի, Մաշտոց, Կոմիտաս, ամենաբարձր մակարդակում կարդում ենք Րանջպարների կանչ, անցնում ֆիդայական շարժման մասին, կապում ենք այդ դարաշրջանը բնականաբար համաշխարհային պատերազմի եւ պատերազմների, նաեւ երկրորդ պատերազմի հետ, փորձում ենք վերլուծել եւ հասկանալով ենք մենք ինչ արժեհամակարգ ունենք, շատ մեծ դեր եմ հատկացնում արժեհամակարգ բառը հասկանալուն եւ արժեհամակարգի տարերը իրենց մեջ ներդնելուն, այսինքն Սասնա Ծռեր անցնելիս խոսում ենք արժեհամակարգից, որտեղ Սասնա Ծռերը մեր արժեհամակարգի ամբողջությունն է։ Հետո երբ որ անցնում ենք Խորենացի, Հայկ եւ Բելարագեղեցիկ Շամիրամ, Տիգրան Աժդահակ, Արտաշես Արտավազ, Արտաշես Սաթենք, ամեն ինչ անցնում ենք։ Այդ ժամանակ էլ սկսում են արդեն իրենք այդ վիպերքերի միջոցով կապել վիպերքի արժեհամակարգը, դասերը, որ իրենք քաղում են Սասնա Ծռերի եւ այսօրվա կյանքի հետ։ Ամենակարևոր բանն այն է իմ դասարանում, որ ես կարողանամ 5-րդ դարի կամ ավելի հին ժամանակաշրջանի նյութը կապել այսօրվա կյանքի հետ։ Եվ քանի որ ի սկզբանե հիմքն այդպես է դրվում, հաճախ հենց իրենք են կապում, իրենք են ասում, այսօրվա այս պահին շատ նման է Տիկին Մինասյան, դուք ինչ կարծիք եք։ Եվ դա խոսում է դրա մասին, որ երեխաները հասկանում են, սիրում են եւ փորձում են, վերլուծում են։ Ամենակարևորը մտածել եւ վերլուծել, որովհետեւ հալաջուղի տեղ չեն ունենան, ինչ որ ես իրենց ասում եմ։ Հիանալի է, այսինքն դուք ձեր ծրագրի միջոցով մի ամբողջ մշակութային կոդ եք փոխանցում երեխաներին այդ խտացված։ Իսկ ասեք, այդ process-ը, ընթացքը ոնց է լինում, որ գալիս են ու մտնում են դրա մեջ, նույն սիրով են գալիս ու շարունակում են, թե ինչ որ ասեցիք համոզել, այդ համոզման գործընթացը ոնց է լինում։ Եվ ես կցանկանայի հավելել, այ մոտել այդ հարց առաջացավ, արդյոք իրենք են գալիս, թե օրինակ գալիս են, որովհետև ծնողներն են ցանկացել, եւ Նինա ջան կցանկանայի նաեւ ընդգծել, որ Clark Magnet High School-ը իրականում շատ մեծ հեղինակություն ունի ամբողջ Միացյալ Նահանգներում, արժանացել է բազմիցս կառավարական բարձրագույն մրցանակների, այդ թվում National Blue Ribbon, հա, այդ school, այդ մրցանակին, եւ շատ ուրախալի է, որ այս դպրոցում նման առանձնահատուկ վերաբերմունք կա հայերի նկատմամբ, հայոց լեզվի եւ մշակույթի։ Առաջին հերթին շնորհակալություն Գլենդելի կրթության վարչությանը, GUSD-ին, որովհետեւ իրենք են ներդրել երկլեզու ծրագիրը։ Շատ երկար տարիներ արդեն երկլեզու ծրագիրը կա Գլենդելի կրթության վարչությունում եւ ներդնման ընթացքում անպայման եղել է պայման, որ պետք է համապատասխան լինի
ամերիկյան ծրագրին, բայց նաև անցնենք Հայաստանից եկած գրքերով, դասագրքերով։ Մենք անցնում ենք Հայաստանից եկած դասագրքերով, ամեն տարի պատվիրում ենք։ Համոզման գործընթացն ինչպես է։ Ավագ դպրոցում բոլոր աշակերտները պարտադիր պետք է ընտրեն օտար լեզու։ Ժամանակին տարիներ շարունակ դա եղել է իսպաներենը մեր դպրոցում, Քլարկում։ Երբ հայերենը մտավ, բնականաբար երեխաները հիմա պիտի ընտրեին իսպաներեն են ուզում, թե հայերեն։ Մեծավ մասամբ ես կասեմ, որ իրենք են ցանկանում ընտրել, որովհետև ովքեր որ ինձ մոտենում ասում են ուզում ենք ընտրել, առաջին բանը սա է, որ ուզում եմ սեփական հայրենիքիս, լեզվիս, մշակույթիս մասին ավելին իմանալ։ Հազվադեպ է լինում, որ ծնողն է ասել, որ գնա եւ ընտրիր հայերեն։ Այնպես որ համոզելու պահը ավելի շատ ոչ թե ընտրելն է, այլ այն, որ իրենք ոչ թե 2 տարի սովորեն հայերենը, այլ ուզենան շարունակել։ Մանավանդ եթե սկսում են 1-2-ից։ Եթե եկել են երկլեզու ծրագրից, իրենք կարող են այդ մի տարով սահմանափակվել։ Նպատակն այն է, որ իրենք ցանկանան ավելին, այսինքն գան 7-8, գան 9-10։ Այդ դեպքում համոզելը կատարվում է ուղղակի շատ նուրբ, սեր առաջացնելով սեփական գրականության, լեզվի, մշակույթի նկատմամբ։ Դա արվում է ոչ միայն գրականությունը անգիր սովորեք եկեք եւ կամ պատմել, անգիրել ենք անում, պատմել են երեխաները, այլ մշակույթի մասին սովորելով։ Երբ դու սասնածռեր ես անցնում եւ կապում ես դա իրենց կյանքի, իրենց այսօրվա կյանքի հետ, երբ դու տոների մասին ես անցնում, մենք անցնում ենք տոների մասին նաև, բոլոր հայկական տոները, որ մենք ունենք, եւ կապում ես դա նախաքրիստոնեական շրջանի հետ քրիստոնեական շրջանի հետ եւ փորձում ես առաջացնել եւ նախաքրիստոնեականի նկատմամբ եւ հետ քրիստոնեականի նկատմամբ։ Իմ ամբողջ նպատակն է, որ իմ աշակերտները 5000-ամյա պետականություն ունեցող իրենց հայրենիքի նկատմամբ լցվեն մեծագույն սիրով եւ հպարտությամբ, բայց ոչ մեծամտությամբ։ Մենք դրա մասին ենք շատ խոսում դասարանում, որ չգոռոզանաք, չմեծամտանաք, դա լավ հատկանիշ չէ, եւ ինչպես դա պիտի չանեն եւ ինչպես պիտի հպարտ լինեն, դրա մասին ենք խոսում։ Փառք Աստծո, մեր ազգային մշակույթի, հեքիաթների, առակների, էպոսի, վիպերքերի մեջ այնքան բանալիներ կան, որոնք երեխային, եթե բացես 10 բանալին ձեռքը օգնես, պիտի անպայման օգնես։ Դուրը բացել, իրենք հասկանում են, որ ինչպիսին հայ լինես, որ լինես հպարտ, բայց հարգես նաև քո կողքինին։ Լինես Ամերիկայում, հարգես ու սիրես եւ Ամերիկան, որովհետեւ ի վերջո երկիր իրենց այդպիսի հնարավորություն է տալիս, չէ՞, պետական դպրոցում մնալ հայ։ Եվ նաև սիրես ու հարգես քո հայրենիքը, որ շարունակ սրտումդ լինի հայրենիքը եւ ապագա ծրագրերիդ մեջ լինի հայրենիքը։ Այդ ամեն ինչը ես չեմ, դա մեր ժողովուրդն է, մեր գրողներն են, մեր պատմիչներն են, որ ունեն գրած, կա, այնտեղ է, դարակներում դրված է, մենք ուղղակի պիտի բացենք եւ կարդանք։ Ձեր աշակերտներից շատերը ծնվել մեծացել են այստեղ եւ արդեն նրանց մոտ կա այդ ինքնությունը կերտված, հա, ամերիկյան այսպես ասած, բայց նաեւ միևնույն ժամանակ կա ազգային ինքնություն, այ որքանով է կարեւոր, որ այդ ազգային հայկական ինքնությունը զարգացնել եւ հավասարակշռել, ցույց տալով այն առավելությունը, որը կտա նաեւ իրենց հայկական ինքնությունը, այսինքն նաեւ այդ հպարտության զգացումը նաեւ որպես առավելություն իրենք գիտակցեն, որ ունեն։ Մեր հայկական ընտանիքներում, հայ ընտանիքներում մեծամ մասամբ երեխան գիտի, որ ինքը հայ է։ Այսինքն սկսած խոհանոցից, ուտելիքներից, մինչև այն, որ իրենց կյանքում 1-2 անգամ իրենք հաստատ այցելում են Հայաստան, տոները նշելը, հարգանքը մեծերի նկատմամբ, գերդաստանով միասին լինելը, դա ներդրված է իրենց մեջ, իրենք արդեն գալիս են այդպես։ Բայց այ երբ որ դու արդեն սկսում ես անդրադառնալ իրենց հայ տեսակին, խորենացին լավ դրա պատասխանը տվել է։ Ով ենք մենք, որտեղից են գալիս եւ ուր պետք է գնանք, որն է մեր ճանապարհը։ Ես իրենց ցույց եմ տալիս ով ենք մենք։ Երեխան գալիս է հիմնականում իմանալով այսօրվա իրադարձությունները, որոնք կատարվում են Հայաստանում։ Մեզանից եւ ոչ մեկ տանը չի խոսում պատմության մասին, ասենք չենք նստում եւ պատմում Տիգրան Մեծի, Հայկ Նահապետի, չենք անում դա, բնական է։ Տանը ուրիշ խոսակցություններ են միշտ գնում։ Եվ երեխային, երբ որ դու բացում ես իր առջև այդ գիրքը հայոց 5000-ամյա պետականության, սկսում ես պատմել
ով ես դու, սկսում է զուգահեռներ տանել մեր հարևան երկրների հետ, ժամանակին, որ եղել են մեր կողքին, եւ իրենք են թողել եւ գրել մեր մասին, սկսում է սովորեցնել ազգային խոհանոցի հարստության մասին։ Մենք խոհանոցին ենք անդրադառնում, իրենք ճաշ են պատրաստում, մենք ունենք, ես այդպիսի նախագիծ ունեմ, երբ ազգային խոհանոցից մի ուտեստ պիտի պատրաստեն եւ ձայնագրեն եւ ներկայացնեն դասարանում։ Երբ որ խոսում ես մեր բանահյուսության մեջ թաքնված այդ գիտելիքների մասին, իրենց մեջ մտած այդ ներսում նստած այդ հայը, որ դու հայ ես ծնված օրվանից իրենք լսում են, սկսում է կամաց մեծանալ։ Եվ այդ հայը սկսում է հասկանալ ինքնով է իրականում։ Այսինքն երբ դու տեսնում ես քո պատմությունը, երբ ես խոսում եմ իրենց հետ, ամենահայտնին իրենց համար Տիգրան Մեծն է։ Երբ ես իրենց հետ սկսում եմ Տիգրան Մեծից ավելին պատմել, այսինքն Տիգրան Մեծից առաջ ով ենք եղել, Տիգրան Մեծից հետո ով ենք եղել, եւ նաեւ միշտ զուգահեռ ենք տանում համաշխարհային պատմության հետ, որ իրենք չմտածեն, որ դժվարությունների միջով միայն մենք ենք անցել։ Որովհետև կա չէ նման միտում մեկ ասում ենք ինչու մենք ցեղասպանություն եղավ ինչու հենց մեզ հետ եւ այլն, բայց միշտ զուգահեռ ենք տանում համաշխարհային պատմության հետ եւ իրենք սկսում են արթնանալ, դուք պետք է տեսնեք իրենց աչքերը, երբ գալիս են 1-2 եւ տառ ենք սովորում եւ այդ տառերի արանքում ես ասենք կգրենք Վան բառը ու կսկսեմ պատմել Վանի թագավորության մասին, վտարն ասնելիս Վան բառը, հետո Վանուհի, հետո Վանենի, հետո սկսում ենք խոսել բտարի ժամանակ բզնունյացով, վայ երեխաներ, գիտեք 5 քարտեզներում Վանը բզնունյացով է կոչվում, իսկ ով է բազը եղել, ինչու է բզնունյացով։ Այդպես իրենք մեկ էլ սկսում են միշտ ասում են puzzle հավաքել, իրենց մտքում հավաքում են puzzle։ Երբ որ դու երեխային տալիս ես իր պատմության հերոսական էջերը, երբ երեխային պատմում ես ոչ միայն պարտությունների մասին, այլ հաղթանակների մասին, դժվար ժամանակներում, երբ ասում ես, որ դու ունեցել ես փառահեղ ժամանակներ քո կյանքում, որպես ազգ, ունեցել ես նաև անկումային ժամանակներ, բայց անգամ այդ ժամանակ ծնկի չես եկել, եւ ցույց եմ տալիս ինչպես, բացատրում եմ թե գաղթօջախներում ինչ աշխատանք է կատարվել, խոսում եմ Մխիթարյան միաբանության մեր այրերի մասին, հենց անցյալ օրը մենք խոսում էինք Մխիթարյան միաբանության մեր այրերի մասին, Ղևոն Դալիշյանի, խոսում ենք Չամչյանի մասին, որ ինչպես ստեղծվեցին հայ մշակույթին, պատմությանը, աստվածաբանությանը, նաև բառարան վերաբերող գրքեր, բառարաններ հայրենիքից հեռու։ Իրենք սկսում են հասկանալ, որ հայրենիքից հեռու ապրելով էլ իրենք էլ կարող են մեծ ազդեցություն ունենալ հայրենիքի զարգացման վրա։ Այսինքն, երբ դու երեխային ասում ես, որ դու ունես հարուստ պատմություն եւ սխալները բոլորի համար են, կարևորը սխալներից դաս քաղես եւ նույն սխալը չկրկնես։ Երբ դու նրան օգնում ես մտածել, երեխան ինքնին սկսում է հպարտ լինել ինքն իրենով։ Մանավանդ 20 թվականի պատերազմից հետո մեր երեխաներին պետք է սովորեցնել, որ պարտություններ, անկումներ եղել են, լինում են, կարող է եւ լինեն, բայց հաղթանակներ են այդ արանքներում եղել։ Մենք ունենք 400 տարի, որ պետություն չենք ունեցել, հիմնել ենք, վերականգնել ենք թագավորություն։ Մենք ցեղասպանությունից անմիջապես հետո առաջին հանրապետություն ենք կերտել։ Թող 2 տարով, բայց ես հպարտությամբ խոսում եմ իմ երեխաների հետ, որ այդ ժամանակաշրջանում մենք կերտեցինք Հայաստանի առաջին հանրապետություն։ Եվ երեխան այդ ժամանակ լացող, պարտված այդ հոգեվիճակից դուրս է գալիս։ Ես ուղղակի վստահ եմ, որ իմ աշակերտներին հնարավոր չէ համոզել, որ իրենք պարտված ազգի ներկայացուցիչ են, հնարավոր չէ։ Իրենք գիտեն, որ պարտությունն էլ է մարդու համար, իրենք պիտի հիմա կրթվեն, առաջին զենքը, որ մեր ձեռքը տվեց Մեսրոպ Մաշտոցը, մեր կրթությունն է, դպրությունն է, պիտի կրթվեն եւ հետագա հաղթանակին նախապատրաստվեն։ Եվ անհնար է, երբ դու այդ ամենը միավորում ես իրար, ես արդեն կարիք չունեմ մտածելու, էլ ինչ անեմ, որ իմ աշակերտը իրեն ավելի հայ զգա։ 1, 2, 3, 4-ում անգլերեն էլ ենք խոսում, բնական է, երեխան եկել է, ինքը հայերենի բառապաշարին քիչ է տիրապետում, երբեմն նաև չի տիրապետում։ 1, 2, 3, 4 ասելով նկատում ենք մակարդակները, որ տառ ենք սովորում, տառից հետո մյուս մակարդակն է գալիս։ Այդ ժամանակ էլ Փառք Աստծո, հիմա կա համացանց, որտեղ մենք ունենք բավականին հրաշալի տեսանյութեր։
անգլերենով պատրաստված մեր մշակույթի մասին, նաև դրանք ենք դիտում։ Այսինքն, եթե Հայկ ու Բելը ես պատմում եմ բարձր մակարդակում հայերենով, իրենց պատմում եմ անգլերենով, հետո հայերենով իհարկե անպայման, բայց մի հատ անգլերենով, հետո հայերենով եւ իրենց աչքերը պիտի տեսնեք։ Իրենք 14, 15, 16, 17 տարեկան են, 18 էլ ունեն։ Դուք իրենց աչքերը պիտի տեսնեք, գալիս են այսպես, եկել են լեզու սովորելու, տառ սովորելու, կամաց մեջքներն ուղղվում են, հպարտությամբ են լցվում։ Այսինքն մի բան կասեմ, Մաշտոցը երբ որ մեզ տվեց մեր այսօրվա Մաշտոցյան այբուբենը, դպրության, հայալեզու դպրության եւ դպրոցների հիմքը դրեց, նա արդեն այդ ժամանակ տվեց մեզ բանալին, հայ մնալու կարևորագույն բանալին, լեզու, մշակույթ, պատմություն։ Երբ որ պատվեր տրվեց Մովսես Խորենացուն գրվել հայոց պատմության, ամբողջական հայոց պատմություն, դա էլ էր պատվեր, որ 5-րդ դարում, երբ մենք կռվում էինք մեր ինքնության պահպանման համար, Խորենացին պիտի գրեր հայոց պատմություն, որպեսզի աշակերտը ունենար, հայը ունենար իր ձեռքին այդ գիրքը, որ ամենադժվարին պահերին կարդար, հասկանար ինքնով է, որտեղից է գալիս։ Եվ շնորհակալություն, որ դուք այդ զենքերը, այսպես կոչված տալիս եք մեր ամերիկահայ պատանիներին եւ սովորեցնում եք ինչպես օգտվել դրանից, որովհետեւ կարծում եմ հենց դա է մեր հաղթանակների հիմնական գրավականը։ Իրոք, դուք ասացիք 5 տարի առաջ չէ բացվեցի։ Ինձ հետաքրքիր է օրինակ հետ գնալ ու տեսնել այդ 5 տարիների ընթացքում այդ կրթությունը արդեն 5 տարի ավարտած պատանիներին ինչ հա տվել, մի հատ ուսումնասիրություն անցկացնել, տեսնել ուր են գնացել, կյանքը իրենց ուր է տալի։ Ուղղակի այս հետաքրքրության համար շատ հետաքրքիր կլինի։ Որոշ աշակերտները մինչև հիմա ինձ հետ կապ են պահում եւ վերջերս գնացել ենք USC համալսարան, այնտեղ պետք է մասնակցենք դասախոսության, Հայաստանից եկած դասախոս կար, որ ներկայացնում էին տարբեր թեմաներ եւ մեծ եղավ իմ ուրախությունը, երբ տեսա իմ աշակերտներից մեկը հենց այդ կազմակերպիչներից մեկն էր։ Այսինքն եղել է դեպք, որ աշակերտս արդեն վաղուց ավարտած, ընդ որում 5 տարի առաջվա առաջին իմ հոսքի աշակերտներից գրել եմ, որ համալսարանում նյութ պետք է ներկայացնենք, ես ընտրել եմ, թեման եմ հիշում, վիշապաքարերից մինչև Խաչքար։ Եվ խնդրեց, որ գա իրեն գրքեր տամ, օգնեմ թեման ինչպես ներկայացնի անգլերենով, հպարտությամբ լցվեցի, որովհետև այդ թեման վիշապաքարերից գալ հասնել Խաչքարին ներկայացնել համալսարանում, ինձ համար մեծ պատիվ էր, որ տեսնեմ աշակերտս ավարտելուց հետո էլ դեռ գնում է դեպի իր արմատները։ Բայց իրականում հետաքրքիր կլինի մի հատ ավելի մեծ ուսումնասիրություն կատարել մնացածին տեսնելու համար։ Կարծում եմ այդ հենքային այդ ամեն ինչը որ տալիս եք դուք ձեր դասընթացի ընթացքում ինքը շատ ավելի արմատական նստվածք է ունենում, բայց հիմա ուզում ենք անցնել հենց հայկական ակումբին։ Clark Magnet ավագ դպրոցը ունի հայկական ակումբ, եւ որը կարելի ասել ամենահայտնին է շրջանում, այնտեղ հյուրընկալվում են տարբեր ոլորտի բանախոսներ, երիտասարդներին փոխանցում են ասեղնագործության գաղտնիքները, գորգագործություն եւ նաեւ դրամահամակներ եք իրականացնում եւ օգնում եք Հայաստանի կրթօջախներին։ Կպատմեք, այսօր ուզում ենք բացահայտենք ավելին հայկական ակումբի մասին։ Հայկական ակումբը իմ այն մեծ ու փոքրիկ երեխան է, որովհետեւ իմ ավելի մեծ երեխան է բնականաբար իմ այդ 6 դասարանները, որոնց ես գիտելիք եմ փոխանցում, բայց հայկական ակումբը ուրիշ աշխարհ է։ Այ հայկական ակումբին մասնակցում են շատ օտարազգի երեխաներ։ Գալիս են եւ էլի եմ ասում, իրենց աչքերը պիտի տեսնեք։ Խոսում ենք անգլերենով։ Ամեն տարի, երբ օտարազգի երեխաներ կան, ակումբի արդեն բոլոր ժողովները անցկացնում ենք անգլերենով։ Եթե բանախոսը հայախոս է, թարգմանում ենք հետո երեխաների համար անգլերեն, որ հասկանան։ Ակումբը հանդիպում է ամեն ուրբաթ։ Բավականին մեծ ակումբ է, 100-ից ավելի անդամ կա, եւ ամեն ուրբաթ հանդիպումներին տարբեր թեմաներ ենք նվիրում։ Ապրիլ ամիսն ավելի յուրահատուկ ձևով ենք անցկացնում, որ տարբերվի,
ակումբի աշակերտները պատրաստում են տարբեր տեսակի միջոցառումներ, սկսած նախագծեր պատրաստելուց անգլերենով եւ դպրոցում փակցնելուց, որ կարդան, տարբեր ցուցապաստառներ, տարբեր ազգային, ցեղասպանության, մշակույթի թեմաներով եւ անգամ եղել է, որ ազգային բարի խմբեր են հրավիրել դպրոց լանչի ժամանակ, որպեսզի բարի ամբողջ դպրոցը ազգային որևէ բառ սովորեն, 1-2 բառ։ Ակումբը հիմնական թեմաները ընտրվում են երեխաների ցանկությամբ, իրենք են ուզում ինչ թեմայի մասին խոսենք, մենք նաև ես ունեմ որոշակի թեմաներ, որ սիրում եմ խոսել, ասենք եթե նոյեմբերն է անպայման Մոնթե Մելքոնյանի մասին ենք խոսում, որտեղ ի վերջո Մոնթե Մելքոնյանն էլ է ամերիկահայ եւ երեխաները կապում են իրենց Մոնթեի հետ, խոսում ենք դեկտեմբերին Սուրբ Ծննդյան մասին, խոսում ենք Նժդեհի մասին հունվարին, մարտին խոսում ենք մարտի ժամանակ նշվող տոների մասին, որոնցից մեկը Ծաղկազարդն է, այսինքն ընդհանուր թեմաները այնպեսին են, որ եթե այն աշակերտները, որոնք իմ դասընթացը չունեն, այդ ժամանակ գոնե մի բան սովորեն եւ օտարազգի աշակերտները սիրով լցվեն դեպի հայկական մշակույթը։ Մեր նպատակն այն է, որ մեր համայնքը, որը բավականին մեծ համայնք է այստեղ, ճանաչելի դառնա իր յուրահատուկ լավ մշակույթով, իր լավ կողմերով, իր յուրահատուկ լեզվով, իր պատմությամբ եւ դա մեծ բան է տալիս աշակերտներին։ Դրամահավաքներն իրականացնում ենք տարբեր միջոցներով, աշակերտներս պատրաստում են իրենց ձեռքով, միշտ ասում եմ աշակերտներից ձեռամբ պատրաստված պայուսակներ, որոնց վրա նկարում ենք ժայռապատկերներ, անցյալ տարի օրինակ Արցախի մենք ենք մեր սարերը հուշարձանն ենք նկարում ենք հայկական թռչնագրերով տառեր հետաքրքիր, Մարտիրոս Սարյանից ոգեշնչված, գորգագործությունից ոգեշնչված, գորգարվեստից եւ հետո վաճառք ենք իրականացնում, վաճառքից նվիրատվություն ենք անում Հայաստանում տարբեր ընկերությունների։ Մի քանի տարի շարունակ նվիրատվությունները գնացել են Սյունիք, Արցախյան պատերազմի ժամանակ Արցախ, հետագայում նվիրատվություն են կարել մանկական հանրագիտարանի համար, այս տարի 2-3 դպրոց կա Հայաստանում, որոնց ուզում ենք նվիրատվություն անել, մշակութային դպրոցներ են մի քանիսը, որոնք կարող են մեր նվիրատվությամբ աշակերտների համար տորք, թելեր, նման իրեր գնել, որպեսզի աշակերտները վայելեն գորգարվեստը հայկական, այդպես, այսինքն երեխաները ոգևորված են, հիմնականում իրենք են ղեկավարում ակումբը, ես կողքից դիտորդ եմ, երբեմն դասախոսությունը վարող։ Ես շատ ուրախ եմ, որ նաև հայկական ակումբը Clark Magnet High School-ի մշտապես մասնակցում է արդեն 4-րդ տարին Ծաղկազարդ մանկապատանեկական փառատոնին, որը բացառիկ է նաև իր բնույթով, եւ այս տարի եւս դուք պատրաստվում եք մասնակցել եւ կցանկանայի նախ հարցնել ինչ եք կարծում այս փառատոնի, նշանակության մասին եւ այս տարի ինչ եք ներկայացնել, որովհետեւ ձեր սեղանի մոտ միշտ շատ ակտիվ է լինում ձեր տաղավարի մոտ, նախորդ տարի գորգագործությունն էր, ձեր որդին էր ինքն էր գործում եւ սովորեցնում մեր այցելուներին փառատոնի, այս տարի ինչ եք պատրաստել, ինչպես կարող են մեր պատանիներն ու մանուկները ինչ կարող են սովորել ձեր ակումբի տաղավարից։ Շատ լավ, նախ ասեմ իմ աշակերտները հրաշք են, նրանք իրոք հրաշք են, տաղանդավոր ու տաղանդաշատ են եւ շատ նվիրված են։ Եթե ես իրենց ասում եմ մի բան պիտի արվի ու իրենք արդեն ոգևորված սպասում են թե երբ, ինչպես պետք է անեն։ Նախ շնորհակալ ենք ձեզ հրավերի համար, իրենք միշտ ոգևորվում են։ Ամեն տարի երբ ասում եմ մենք հրավիրված ենք Ծաղկազարդին։ Դուք արդեն հյուր չեք։ Դուք մեր անկակտելի մասն եք, հիմնասյուններից մեկն եք, սիրով իհարկե։ Շատ են ոգևորվում եւ սկսեմ գորգագործությունից, երբ որ որոշեցի, որ պետք է նախագծային աշխատանք լինի գորգարվեստ, մեր հարևանները, մեր Հայաստանի Հանրապետության հարևանները, բոլոր արվեստները մեզանից տանում եւ բավականին հաջող ձևով յուրացնում են եւ ես սկսեցի մտածել ինչ անեմ, որ Ամերիկայում մեր երեխաները սովորեն հայկական ասեղնագործություն, որտեղ ունենք ասեղնագործության զանազան տեսակներ, ես սիրահարված եմ ուղղակի մեր ասեղնագործությանը, մեր արվեստին եւ գորգարվես, դե տղաս գորգեր գործում, սովորել էր գորգ գործել, հիմա էլ մինչեւ հիմա գործում է,
Առաջին տարին, որ անցանք գորգարվեստի մասին, ասացի ես ձեզ հյուր եմ բերելու, տղաս 10 տարեկան էր այդ ժամանակ, եւ դուք բոլորդ հնարավորություն կունենաք գոնե մեկ հանգույց անելու տորքի վրա։ Տղաս եկավ եւ ամբողջ դասարանը, հիմա այդ դասարանս արդեն ավարտում է այս տարի դպրոցը, ավակ 12-րդ դասան են, բոլորը ոգևորված հանգույց էին անում գորգի վրա, տորքի վրա։ Հետո եկավ Clark-ունի մի հետաքրքիր աշխատանք 12-րդ դասանում աշակերտները պետք է ավարտական նախագիծ ներկայացնեն, կոչվում է senior project։ Եվ մի քանի աշակերտ մտեցան ասին թե մենք կարող ենք գործել։ Ապշեցի, ուրախացա, հիացա եւ կապ գտա Հայաստանում աղջիկների հետ, որոնք ուղղակի հրաշք են։ Խնդրեցի ասի հնարավոր է առցանց on-line սովորեցնել գործել եւ ասեղնագործել, ասեցին այո։ Եվ անցյալ օրը հաշվել եմ արդեն 12 աշակերտ, որպես senior project, այսինքն ավարտական նախագիծ, գորգ, կարպետ եւ մարաշեն ասեղնագործել։ Այո, եւ այս տարի մենք հրաշք ծաղկազարդի միջոցառմանը ներկայացնելու ենք նորից մեր գորգը կա, բայց գորգին զուգահեռ նաեւ կարպետ, որովհետեւ երկու տեխնիկա է միահյուսված մեկ գորգի մեջ, գորգագործություն, կարպետագործություն եւ մի խումբ իմ այս տարի մարաշ սովորող, մարաշի ասեղնագործություն սովորող աշակերտները ներկայացնելու են մարաշ։ Հուսանք կկարողանանք նաեւ հնարավորություն տալ այցելուներին, ովքեր կմոտենան մեր տաղավարին, հանգույցներին, իրենց հանգույցը ավելացնեն եւ նաեւ մարաշ փորձեն, փոքրիկ խաչեր, ամեն մեկն էլ կարող է արագ ասեղնագործել, որ ուղակի վարակենք բոլորին։ Պետք է վարակենք բոլորին ազգայինով, ուրիշ տարբերակ չունենք պահպանելու, փրկվելու, այդ վարակերն է։ Ծաղկազարդը միջոցառումը ծաղկազարդ, շնորհակալ ենք դա կազմակերպելու համար, որովհետև համայնքին հնարավորություն է տալիս նախ մի անգամ եւս միասին լինելու, վայելելու իրար, ծանոթանալու միմյանց հետ, որովհետև շատ հաճախ մեկը մի հրաշք բան է անում ու մենք չգիտենք դրա մասին։ Ինչ որ միտեղ մեկը հետաքրքիր ձեռագործ իր է պատրաստում, մենք դրա մասին չգիտենք։ Մեկը լավ երգում է, մենք դրա մասին չգիտենք։ Դուք համ այդ բեմահարթակն եք տալիս, համ տաղավարները, որտեղ ամեն մեկը իր տաղանդն է ցույց տալիս, եւ համայնքը միավորվում է եւ մեկ անգամ եւս այսպես միասնական ոգին, իսկ միասնականությունը մեզ պետք է։ Եվ այդ ոգով միավորվում ենք եւ այնքան ուրախ է անցնում, այնքան հաճելի է անցնում այդ ամբողջ օրը։ Ինչ հաճելի է լսել ձեզ։ Այո, իրականում մենք այսպես անապեր երեխաներին ասացի, մենք ամսի 29-ին գնում ենք ծաղկազարդի, իրենք ոգևորված արդեն, բա ինչ ենք անում, ինչ ենք տանում, ինչ պետք է անենք, արագ այսպես ծրագիրը որոշեցինք։ Դա մեծ հնարավորություն է աշակերտների համար, հայ համայնքի համար։ Բացի այդ ծառը, որ ամեն տարի գեղեցիկ զարդարում ենք, դա էլ մեկ ուրիշ միջոց է ծանոթանալու, որ բացի տոնածառից մենք ամեն տոն մեր ունի իր ծառը, իր տոնական ծառը, դրա համար ենք ասում տոնածառ։ Եվ այդ օրը փոքրիկ այսպես հնարավորություն է, որ այսինչ է, ծառի վրա ինչ են կախում ու մեկը բացատրում է, որ բա գիտեք, ծաղկազարդի ժամանակ այսպես են կարել։ Եվ դա էլ է հնարավորություն տալիս, որ մարդը մոտ կանգնի, ճանաչի ինքն իրեն։ Այո։ Շատ շնորհակալ եմ, շատ գեղեցիկ հոգեթով զրույցի համար, երկար կարելի է շարունակել դրա զրույցը իհարկե։ Այսօր այսքանով սահմանափակվենք, հանդիպելու ենք մարտի 29-ին Ծաղկազարդի փառատոնին մեծ սիրով եւ ես կառաջարկեմ նաեւ մեր հեռուստադիտողներին անպայման մոտենալ Clark Magnet High School-ի հայկական ակումբի տաղավարին, անպայման ծանոթանալ Նինա Մինասյանին, նրա սաներին։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք մեզ խոսք տալու, գնահատելու համար եւ մեր հանդիսատեսին էլ ուզում եմ հրավիրել անպայման մասնակցել ծաղկազարդին, միանալ մեր հայ համայնքին եւ հայերին եւ օտարներին, դա մեծ առիթ է, եթե գան, տեսնեն, ճանաչեն, սիրեն, ոգևորվեն, սպասում ենք բոլորիդ։ Մարտի 29-ին Ծաղկազարդ նշելու միասին։ Շնորհակալություն։ Նմանապես եւ այս գեղեցիկ նոտայով ավարտենք մեր այսօրվա ոդքասթը։ Սիրելի մանուկներ եւ ծնողներ, հրավիրում ենք միասին նշելու ամենասպասված ու սիրելի Ծաղկազարդ մանկական փառատոնը մարտի 29-ին Գլանդալի Վարդուգո այգում։
Փառատոնի հովանավորներն են Ուլիկ մանկապատանեկան կրթական նախաձեռնությունը, Նելլի Ղուկասյան անշարժ բույքի գործակալությունը, Kids Dental Avenue մանկական ատամնաբուժական կենտրոնը, Custom Probiotics ընկերությունը, փաստաբան Ռուբեն Վարդանյանը։ Լրատվական հովանավորներն են Ասպարեզ Օրաթերթն ու Հորիզոն հեռուստաընկերությունը։